Շտեմարան 2013 Section 1 Text 1-ի թարգմանությունը հայերեն Ուոլթ Դիսնեյը ծնվել է 1901 թվականին Չիկագոյում, սակայն շուտով տեղափոխվել է Միսսուրիի նահանգի Մարսելին քաղաքի մոտ գտնվող փոքրիկ ֆերմա։ Ծնվելով գյուղական ու բավականին համեստ միջավայրում, նա հետագայում դառնում է ամենաճանաչված ու սիրված դեմքերից մեկը։ Նա հետագայում դառնում է պատմության ամենահայտնի և ամենասիրված կինոպրոդյուսերներից մեկը, թեև նա մահացել է 1966 թվականին, նրա անունն ու ստեղծագործական ժառանգությունը շարունակում են ազդեցություն ունենալ միլիոնավոր մարդկանց կյանքի վրա ամբողջ կյանքում, ամբողջ աշխարհում։ Մի քանի տարի շարունակ հազիվ կարողանալով հոգալ իր ծախսերը որպես մուլտնկարիչ, աշխատելով Լոս Անջելեսում գտնվող իր ավտոտնակից, Դիսնեյը իր առաջին հաջողությունն է ունենում 1928 թվականին, թողարկելով Միկի Մաուսի մասին մուլտֆիլմը։ Հաջորդ տասնամյակի ընթացքում նա շարունակում է ստեղծել բազմաթիվ մուլտֆիլմեր և զարգացնում է իր առավել շահութաբեր և երկարատև կերպարներից մի քանիսը, ինչպիսիք են Դոնալդ Դաքը և Պլուտոն։ 1930-ական թվականների վերջում նա թողարկում է առաջին լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Հաջորդ տասնամյակի ընթացքում նա շարունակում է ստեղծել բազմաթիվ մուլտֆիլմեր և զարգացնում է իր առավել շահութաբեր և երկարատև կերպարներից մի քանիսը, ինչպիսիք են Դոնալդ Դաքը և Պլուտոն։ 1930-ականների վերջում նա թողարկում է առաջին լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Սպիտակաձյունիկը ակնթարթորեն արժանում է ինչպես հանդիսատեսի սիրուն, այնպես էլ քննադատների բարձր գնահատականին։ Սա ընդամենը առաջինն էր բազմաթիվ ֆիլմերից, թե անիմացիոն և ոչ անիմացիոն, որոնք ստեղծվել էին Դիսնեյի և նրա ստուդիայի կողմից։ Սակայն որքան էլ Դիսնեյի անունը հայտնի լինի մուլտֆիլմերի և կինոյի շնորհիվ, այն հավանաբար առավել հայտնի է իր տպավորիչ զվարճանքի և թեմատիկ զբոսայգիների շարքով, սկսած Կալիֆոռնիայի Դիսնեյլանդից 1955 թվականին և հասնելով Ֆլորիդայի չափազանց հաջողակ Դիսնեյ Ուորլդին և Էպիկոտ կենտրոնին։ Դիսնեյը յուրաքանչյուր ընտանիքում դառնում է հայտնի անուն։ Վերջին տարիներին թեմատիկ զբոսայգիների գաղափար դարձել է միջազգային նոր զբոսայգիների բացմամբ Տոկիոյում և Փարիզում։ Դիսնեյի շարունակական հաջողության պայմաններում դեռևս քննարկվում է ապագա թեմատիկ զբոսայգիների ստեղծումը։ Այսքանը տեքստի թարգմանությունը։ Հիմա հարցեր, որոնց պատասխանները դուք լսելով տեքստը կամ կարդալով տեքստը թարգմանությունը կարող եք ինքնուրույն պատասխանել հարցերին, ճիշտ պատասխանը ընտրել։ Առաջինը. հետևյալ տարբերակներից որն է լավագույնս արտահայտում տեքստի թեման։ A. Ուոլթ Դիսնեյը և նրա ժառանգությունը։ B. Դիսնեյ Ուորլդի և Դիսնեյլանդի պատմությունը։ C. Ուոլթ Դիսնեյի մանկության տարիները։ D. Ուոլթ Դիսնեյի և անիմացիոն մուլտֆիլմերը։ Երկրորդ հարցը. ըստ տեքստի, Դիսնեյն իր առաջին հաջողությանը հասավ մահից հետո։ B. Միկի Մաուսը Դիսնեյի միակ մուլտհերոսն էր։ C. Սպիտակաձյունիկը առաջին լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմն էր։ D. Դիսնեյի հիմնական նպատակը միշտ շահույթ ստանալն էր։ Երրորդը. Տող 11-ում enduring բառը ամենամոտն է հետևյալ իմաստներին. A. Դժվար, անգլերեն difficult, B. Տառապող, անգլերեն suffering, C. Հայտնի, famous, անգլերեն և D. Երկարատև մնայուն, lasting։ Չորրորդ հարցը. ապագա տարիներին ամենահավանականն այն է, որ A. Մնացած թեմատիկ զբոսայգիները նույնպես կփակվեն, B. Դիսնեյը կարտադրի միայն մուլտֆիլմեր, C. Փարիզի թեմատիկ զբոսայգին հաջողակ կդառնա, D. Դիսնեյ անունը կմնա հայտնի։ Եվ հինգերորդ հարց. ըստ տեքստի, Սպիտակաձյունիկը Դիսնեյի ամենահաջողակ ֆիլմն էր, B. Դիսնեյը ստեղծել է ինչպես մուլտիպլիկացիոն, այնպես էլ ոչ մուլտիպլիկացիոն ֆիլմեր, C.
Տոկիոյի թեմատիկ զբոսայգին ֆինանսական դժվարությունների մեջ է, և D. Կալիֆոռնիայի թեմատիկ զբոսայգին այժմ փակ է։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, goodbye։